ՆԱՏՕ-ի ղեկավարությունը կրկին խուսափում է հստակեցնել, թե երբ է Վրաստանը Հյուսիսատլանտյան դաշինքի լիիրավ անդամ դառնալու։ Դա պարզ դարձավ այսօր Վրաստան ՆԱՏՕ հանձնաժողովի 4-րդ նիստի ավարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Ես ձեզ որևէ հստակ ժամանակացույց չեմ կարող մատնանշել, քանի որ դա հիմնված է ձեռքբերումների, արդյունքների եւ այն առաջընթացի վրա, որ կարձանագրի Վրաստանը։ Բայց մենք արդեն իսկ լուրջ առաջընթացի եւ բազմաթիվ բարեփոխումների ականատեսն ենք դարձել, կառուցվածքային բարեփոխումներ, ընտրական համակարգի բարելավում, մամուլի ազատություն։ Իհարկե, նշանակալի են նաեւ պաշտպանական եւ անվտանգության համակարգի բարեփոխումները, հայտարարում էր Ստոլտենբերգը։ Մամուլի ասուլիսին ներկա լրագրողներին, սակայն հետաքրքրում էր արդյոք Ռուսաստանի գործադրած ճնշումն է, որ ստիպում է ՆԱՏՕ-ին ձգձգել Վրաստանի անդամակցության գործընթացը։ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի համոզմամբ, սակայն նման հարցադրումն ինքնին ճիշտ չէ։ Մենք պետք է համբերատար սպասենք եւ հաստատակամորեն շարժվենք դեպի ՆԱՏՕ-ի անդամակցություն։ Մենք հենց դրանով էլ զբաղված ենք այժմ։ Վրացական բանակի, Վրաստանի ժողովրդավարական համակարգի բարեփոխումները, ահա թե ինչ է մեզ հարկավոր ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, նշում էր Վրաստանի վարչապետը։ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի համոզմամբ եւս Ռուսաստանի գործոնը Վրաստանի դաշինքին անդամակցության հարցում որևէ էական նշանակություն չունի։ Որոշողները դաշինքի անդամ պետություններն ու Վրաստանն են լինելու, հայտարարում էր Ստոլտենբերգը։ Ցանկացած ինքնիշխան անկախ պետության, այդ թվում Վրաստանի հիմնարար իրավունքն է որոշել ցանկանում է այն դառնալ ՆԱՏՕ-ի անդամ թե ոչ։ Կդառնա Վրաստանը դաշինքի անդամ թե չի դառնա, դա որոշվելու է բացառապես ՆԱՏՕ-ի անդամ 28 պետությունների եւ Վրաստանի կողմից։ Որևէ մեկը կողքից չի կարող վետոյի ենթարկել այդ գործընթացը կամ միջամտել դրան, պնդում էր Ստոլտենբերգը։ Այսօր կայացած բանակցությունների ընթացքում ի դեպ կողմերը չեն սահմանափակվել զուտ ռազմական համագործակցության թեմաներով։ Քննարկված թեմաներից մեկը դարձել են Վրաստանում հոկտեմբերի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները։ Մենք ակնկալում ենք, որ առաջիկա ընտրությունները կհամապատասխանեն ժողովրդավարության, ազատ եւ արդար կամարտահայտման ամենաբարձր չափանիշներին։ Դա շատ կարեւոր է ՆԱՏՕ-ի համար, քանի որ այն հիմնված է հստակ արժեքների, այդ թվում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության վրա, հայտարարում էր Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը։ Նշեմ ի դեպ, որ վաղը եւս Հյուսիսատլանտյան խորհրդի անդամների հանդիպումները Թբիլիսիում կշարունակվեն։ Օրվա առաջին կեսին ՆԱՏՕ-ի ղեկավարությունը համատեղ նիստ կանցկացնի Վրաստանի խորհրդարանի անդամների հետ։ Կեսօրից հետո էլ Հավլաբարում գտնվող իր նստավայրում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին կընդունի Վրաստանի նախագահ Գեորգի Մարկվելաշվիլին։